Ոչ մեկ չի խոսում, որ 2024 թվականին 223 միլիարդ դրամ թերակատարել են, չեն կարողացել հավաքագրել։ Դրա համար են 25 թվականին արդեն սկսվել այսպիսի տերորները։ Եկեք սա էլ 3 սեգմենտի բաժանենք։ Խոշոր հարկ վճարողներ, ովքեր որ Հայաստանի բյուջեի 75%-ից ավելին են վճարում, 1000 խոշորները, միջին փոքր միկրոձեռնարկություններ եւ ֆիզիկական անձինք, ովքեր որ վարձու աշխատող են համարվում։ Խոշորներում համատարած հարկային տերոր է, համատարած եմ ասում, բոլոր տեղերը օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարկային հարձակումներ, թվային պահանջներ եւ այլն եւ այլն, ընդ որում վախեցնել, աուսարսափի մթնոլորտ ստեղծել եւ համակարգիչների, սերվերների առգրավումով պայմանավորված, այդ թվում խաթարեն բիզնեսի բնականոն գործունեությունը, դրանով իսկ ճնշում գործադրելու, որպեսզի նրանք իրենց ցանկալի հարկը վճարեն։ Սա մի սեգմենտ։ Երկրորդ սեգմենտը փոքր միջին ձեռնարկություններն են, որտեղ որ դրույքաչափերի բարձրացում տեղի ունեցավ, իսկ շատ փոքր միջին ձեռնարկությունների այդպես տնտեսության շատ ճյուղեր դուրս եկան այս հատվածից, այսինքն դարձան ընդհանուր հարկման դաշտ, այսինքն 5%-ից պայմանականորեն 33% հարկ վճարողներ գումարած վարչարարական տերորի են ենթարկում, այսինքն այնպիսի իրավակարգավորումներ մտցրեցին տուգանքների եւ ստուգումների, որ ցանկացած պարագայում նրանց ուղղորդեն, ասեն, ձեր հարկը պետք է վճարեք այսքան, հակառակ պարագայում տեղի կունենա այսինչ ստուգում։ Եվ վերջին սեգմենտը բնակչության ֆիզիկական անձինք են, ում որ փորձում են հայտարարագրերով բոլորին բերեն հարկման դաշտ,